Հրապարակը գրում է. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղված։ Նա զբաղված է ՔՊԻ համար քվեներ ապահովելով։ Պարզվում է բռնի տեղահանությունից հետո բանակում ծառայության անցած եւ իբրև իշխանության բարի կամքի դրսեւորում, հրատապ կարգով ՀՀ քաղաքացիություն ստացած ու ՊՆ-ում աշխատանքի տեղավորված արցախցիների ընտանիքների մի մասը մինչ օրս ՀՀ քաղաքացիություն չի ստացել։ Թերթի աղբյուրներն ասել են, որ այժմ կանչում են նման զինծառայողներին եւ հետաքրքրվում, եթե ընտանիքի անդամները մինչ օրս ՀՀ քաղաքացի չեն, ապա տվյալ ծառայողը կազատվի պաշտոնից։ Թե ինչով է պայմանավորված արցախցիների նկատմամբ այս հերթական արշավը, թերթի աղբյուրն իր վարկածն ունի։ Նրա կարծիքով Պապիկյանին թվում է, թե ՊՆ-ում աշխատանքի անցածներն արդեն դարձել են յուրային, պետությունից փող են ստանում եւ նրանց ընտանիքներն էլ իրենց էլեկտորատն են։ Ուստի դրդում են, որ հրատապ կարգով լուծեն քաղաքացիության հարցերը, որ մասնակցեն ընտրություններին եւ ՔՊԻ-ն ընտրեն։ Սակայն թերթին ասել են, որ քիչ չեն նաեւ այնպիսիները, որոնց ընտանիքները դիմել են եւ ամիսներ շարունակ քաղաքացիություն չեն ստանում։ Հրապարակի ՔՊԻ աղբյուրները պատմել են, որ Նիկոլ Փաշինյանն աննկարագրելի մանրաշի մեջ է ընկել Երևանյան վերջին քարոզարշավից հետո եւ քաղաքացիների բացահայտ բոյկոտին ու բացասական վերաբերմունքին արժանանալուց հետո թիմում հիմա քննարկում են իրենց առաջիկա քայլերը։ Մասնավորապես քավության նոխազդարձնել Երևանի քաղաքապետին, թե Տիգրան Ավինյանի վատ աշխատանքի հետևանքն է, որ Երևանն իրենց մերժում է։ Իդեպ Երևանյան շրջագայությանը ոչ ամբողջ կազմով էին ներկա, ինչը նույնպես վկայում է, որ նախապես չեն պլանավորել, եւ շատերը մարզ են մեկնած եղել փրկվելով այդ խայտարակությանը մասնակից դառնալուց։ Թերթը տեղեկացել է, որ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլից հետո էլ ՔՊԱ-կանները շարունակելու են հանդիպումների շարքը։ Որոշել են հատկապես հանդիպումներ կազմակերպել Երևանում, որ բարելավեն իրենց անմխիթար վարկանիշը, բայց թե ինչ ֆորմատով առայժմ հայտնի չէ։ Ժողովուրդը տեղեկացել է, որ մարտի 25-ին ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին եւ կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է հանել ծանուցումներն ու այլ փաստաթղթային հրապարակումները տպագիր մամուլում պարտադիր հրապարակելու պահանջը, այն փոխարինելով ազդարարային պաշտոնական կայքում կամ համապատասխան կազմակերպության ինտերնետային էջում հրապարակմամբ։ Իշխանությունն ըստ էության ասում է. թերթը հնացած է, թերթը այլևս պետք չէ, առաջնահերթը ազդարարն է, բայց այստեղ կա մի նուրբ, սակայն չափազանց կարևոր հանգամանք։ Պետությունը պարզապես տեխնիկական լուծում չի փոխում, այլ վերացնում է տպագիր մամուլի գոյատևման այն աղբյուրներից մեկը, որն առնվազն տարիներ շարունակ օգնում էր թերթերին պահել տնտեսական նվազագույն կենսունակությունը։ Այսինքն խոսքը միայն ծանուցման ձևաչափի մասին չէ, խոսքը լրատվական դաշտից տպագիր մամուլի ֆինանսական հենակետերից մեկը հանելու մասին է։ Հրապարակը գրում է. ՔՊ աշխատակազմից նախընտրական ցուցակի թեկնածուներին ասվել է, որ կուսակցության կենտրոնական գրասենյակ ներկայացնեն падգամավորության թեկնածության համար պահանջվող համապատասխան փաստաթղթերը, որպեսզի փաթեթները սկսեն կազմվել ԿԸՀ-ին դիմելու համար։ Թերթին ասել են, որ 100-րդ հորիզոնականից ներքև գտնվողներից շատերը կամուկացի մեջ են, դիմել թե չդիմել։ Բանն այն է, որ ՔՊ-ում խոր կասկածներ ունեն, որ կարող են հունիսյան ընտրություններին մեծամասնություն ստանալ եւ հավակնել падգամավորական մանդատի։ Ուստի մտածում են, արժե ընդգրկվել ցուցակում։ Ընդ որում խոսքը գործող որոշ падգամավորների մասին է, որոնց մտերիմները համոզում են, շարից փորձանքից հեռու լինելու համար թղթերն ու դիմումը ներկայացնել, որ Փաշինյանը հիմա էլ իրենց նկատմամբ հետապնդումներ չսկսի։ Հրապարակը գրում է. ներկուսակցական քարոզարշավի անվան տակ վերջին շաբաթներին մարզերում գաստրոլների դուրս եկած ՔՊԱ-կանները պարզվում է ամենաշատը տպավորված են Գեղարքունիքի մարզի ընդունելությունից։ Իրենք էլ չեն սպասել նման ջերմ եւ մարդաշատ ընդունելություն հաշվի առնելով, որ պատերազմից հետո ադրբեջանական զորքերն օկուպացրել են մարզի որոշ դիրքեր, սոտքի հանքի աշխատանքները կաթվածահար են արել եւ թշնամին էլ ամբողջ օրը խոսում է Գյոչայի Սևանի ափին իր հանգրվանելու մասին։ Փոխարենը ըստ թերթի զրուցակցի խայտարակված վերաբերմունքի են արժանացել Լորվա մարզում, մինչդեռ մարզպետ Արեն Մկրտչյանն ուրախ ավտոբուսի ուղևորներից է եւ ներքպական քվեարկության ժամանակ ամենաշատ ձայներ ստացած մարզպետն է՝ մոտ 500 ձայն։ Ժողովուրդը գրում է. ապրիլի 2-ից մեծ էկրան կբարձրանա առաջին քրիստոնյա պետություն ֆիլմը, որը պատմում է Հայաստանի որպես առաջին քրիստոնյա պետություն ձևավորման պատմական շրջանի մասին։ Ֆիլմը ստեղծվել է Ռուսաստանաբնակ հայ գործարար եւ բարերար Արթուր Սողոմոնյանի ֆինանսական աջակցությամբ։ Եռալեզու հայերեն, ռուսերեն եւ անգլերեն խաղարկային վավերագրական այս նախագիծը ներկայացնում է 4-րդ դարաշրջանի կարևոր իրադարձություններին նախորդած եւ հաջորդած զարգացումները։ Նախագծի հիմնական նպատակն է
հայկական պատմությունն ու մշակույթը հասանելի դարձնել հատկապես ռուսալեզու եւ անգլալեզու լսարանին, նպաստելով հայկական ինքնության տարածմանը միջազգային հարթակներում։